Սասնա արծվից վերի ճախրանքը, մահս չեմ հոգարայել գործս, որ կիսատ մնաց, Անդրանիկ Օզանյան։ Առաջաբան, այս գրքույկը նվիրված է հայոց մեծաթռիչ արծվի, զորավար Անդրանիկի անզուգական կյանքի ուղուն։ Յուրաքանչյուր մեծ գործչի պատմություն ունի իր անկյունաքարային ամսաթվերը, իսկ Անդրանիկի կյանքի ճանապարհը, որը մենք ներկայացրել ենք աղյուսակի տեսքով, ասես ազգային կամքի անդադար զարկերակ լինի։ Այս թվականները կազմավորական կռիվների, դիվանագիտական դրամաների, հերոսական ճեղքումների և ամենակարևորը հայրենիքի փրկության անհրաժեշտ քայլերն են։ Թվարկելով նրա ծննդյան օրից մինչև վերջին հանգրվանը ընկած ժամանակաշրջանը, մենք հնարավորություն ենք տալիս ընթերցողին տեսնելու ոչ միայն անձնական, այլև հայոց պատմության ամբողջական դրաման, որը կապում է Մուշը, Սասունը, Վանը, Զանգեզուրը և արտերկրի հայ համայնքները։ Բացեք այս էջերը, հետևելու համար Սասնա արծվի ճախրանքին, թվերի անխառն ճշտությամբ։ Վերջաբան, ուսումնասիրելով ժողովրդի սրտի զորավարի կյանքի ժամանակագրությունը, մենք հասկանում ենք, որ Անդրանիկի ուղին ոչ միայն անցյալի դաս է, այլև ապագայի ուղենիր։ Այս աղյուսակում ներկայացված ամեն մի տարի, ամեն մի իրադարձություն հիշեցնում է մեզ, որ հայոց ազատության համար մղված պայքարը չունի դադար, այլ ունի շարունակություն։ Թվերը վկայում են, որ նրա արծվային թռիչքը հավերժորեն կապել է Շապին-Գարահիսարը, Զանգեզուրը և հայկական Սփյուռքը։ Թող այս ժամանակագրությունը ծառայի որպես ուղեցույց, ոչ միայն հերոսի պատմությունը սովորելու, այլև նրա աննկուն ոգին մեր սրտերում վերակենդանացնելու համար։ Քանի դեռ մենք հիշում ենք այս թվականները, Անդրանիկի ուխտը շարունակում է մնալ հայոց գոյության ամենամեծ երդումը։ Գրքույկը կազմելու աշխատանքներն իրականացրել են Արմավիրի մարզի Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան համար 12 հիմնական դպրոցի ժողովրդի սրտի զորավարը, քարտեզագրելով հայ ոգու և ինքնության օզանյանական ուղին, նախագծային աշխատանքի մասնակիցները՝ Ամիրյան Նարե, Բալաբեկյան Նարեկ, Ծաղոյան Արփի, Ղազարյան Աննա, Մարուքյան Մատեո։ Տեքստը կարդաց նախագծի մասնակից Նարե Զեթիլյանը։